Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ողջույն պարոն Մեհրաբյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Նախ սկսենք հասկանալ, թե արդյոք Ռուսաստանը ունի իրական ազդեցության հիմքեր, լծակներ, որ เป զի կարողանա Միացյալ Նահանգների հետ Հայաստանի տարբեր նախագծեր արգելակի, խոչընդոտի, ընդհուպ հասցնի չեղարկման։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունը Հայաստանում, Ռուսաստանը պահպանում է իր ազդեցությունը տարածաշրջանում քաղաքական վերնախավերի որոշ սեգմենտների վրա։ Ռուսաստանը նաև կենտրոնացրել է իր քաղաքական եւ տեղեկատվական, ապատեղեկատվական ռեսուրսները, նաև տնտեսական ռեսուրսները, որպեսզի Հայաստանում ազդի ընտրությունների ընթացքի վրա։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ մեր գնահատականը ոչ թե ստոպ կադրի մեջ է, այլ process-ի մեջ։ Եվ process-ը կարելի է կոչել մեկ բառով՝ պայքար։ Պայքար Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի, իսկ սա պատերազմ է, պատերազմ վարում են թշնամիները եւ բոլոր նրանց, ովքեր դրան դիմագրավում են։ Եվ այս պայքարի արդյունքն էլ վերջնական պատասխանը կտա ձեր հարցին։ Ուզում եմ շեշտել, որ կամ բոլոր նախադրյալները, բոլոր կրկնում եմ նախադրյալները Ռուսաստանին հակազդեցությունը պսակել մեծագույն եւ պատմական հաջողությամբ։ Դուք նշեցիք որոշ քաղաքական շրջանակների ուժերի արկայությունը, որոնց վրա նաև հույս է դնում Ռուսաստանը, արդյոք հենց քաղաքական դաշտում, քաղաքական համակարգում այդպիսի ուժերի գոյությունն է, որ Ռուսաստանին հնարավորություն է տալիս ձեռնարկել նաև իր թեկուզ սպառնալից հայտարարությունները, ապատեղեկատվական արշավը, այսինքն դրանք այստեղ տիրաժավորողներ, դրանք այստեղ սնուցողներ եւ հանրությանը դա մատուցողներ այնուամենայնիվ կան։ Դա է նաև հիմնական ռեսուրսը Ռուսաստանի։ Դա է նաև այն, որ Հայաստանը դեռ ունի անհասկանալիորեն մեծ ապրանքաշրջանառություն Ռուսաստանի հետ, իսկ դա տասնյակ հազարավոր մարդիկ են։ Ռուսաստանը նաև հույս ունի, որ նրանց միջոցով կարող է ազդել։ Ռուսաստանում ապրում են 100 հազարավոր հայեր, որոնք բարեկամներ ունեն Հայաստանում։ Ռուսաստանը մտածում է, որ նաև նրանց միջոցով կարող է ազդեցություն ունենալ։ Եվ Ռուսաստանն այսօր ունի շատ մեծ մեդիա ներկայություն Հայաստանի տեղեկատվական դաշտում։ Մենք տեսեք, երբ խոսում ենք ռուսական ալիքներ փակել չփակելու վրա, ռուսական ալիքներն ինքնին ոչինչ այլևս չեն որոշում Հայաստանում եւ Փարքաստու, բայց Հայաստանում ահռելի մեծ թիվ են կազմում հայալեզու եւ իբր հայկական ալիքներ, որոնք այդ նույն աղբը թարգմանում են հայերեն եւ տիրաժավորում են։ Ահա եւ ողջ այդ, այսպես ասենք, անատոմիան ռուսական ներկայության Հայաստանում։ Դա էլ չեմ խոսում, ՌԺԴ-ն այսօր ուղղակի սաբոտաժի է ենթարկում հայ-ամերիկյան պայմանավորվածությունները։ Ռոսատոմն է փորձում սաբոտաժի ենթարկել այս պայմանավորվածությունները։ Դե իսկ Հայաստանի կառավարությունն էլ մենք տեսանք Փաշինյանի իր այդ մի ժամանոց հարցազրույցից մոտեցումը հետևյալն է, որ մենք կռիվ չենք անելու Ռուսաստանի հետ, բայց մենք երբեք Հայաստանին դեմ չենք գնա։ Շատ լավ, բայց հենց խզումն էլ հենց այնտեղ է, որ Հայաստանի շահերին դեմ չգնալը, դա արդեն Ռուսաստանում ընկալվում է որպես կռիվ Ռուսաստանի հետ։ Շարունակվելու է որպես այդպես էլ ընկալվել։ Նրանք չեն ընդունում Հայաստանը որպես անկախ երկիր, որպես ինքնիշխան երկիր, չնայած Կոպիլկինն էլ իրեն պատերով է տալիս, թե իբր Հայաստանին տեսնում է որպես ինքնիշխան ուժեղ մի ուրիշ ձևի երկիր ու բարեկամ դաշնակից, չգիտեմ, Վոլտերն ամպերի մեջ մի ինչ-որ մի երկիր, բայց մենք հասկանում ենք Հայաստանին Ռուսաստանը
դիտում է որպես ժամանակավորապես կորցրած տարածք, որը պետք է X պահի նա հետ բերի։ Ռուսաստանին թվում էր, թե այդ պահը 20 թվականն է, հետո թվաց, թե 21 թվականն է, հետո թվաց, թե 22 թվականի սեպտեմբերն է։ Ու տենց թվալով մենք եկանք հասանք մինչև այսօր, բայց ռուսների այդ թվալը դեռ ուժի մեջ է։ Դուք ասացիք, որ կարող է հաջողությամբ պսակվել ռուսական այդ Այո, գործողությունները, ինչպես, ում միջոցով։ դրա միջազգային փորձը կա արդեն միջոցով, գործընկերությամբ, հասարակության եւ պետության։ Երբ պետությունն անում է իր անելիքը, հասարակությունն էլ իր։ Եվ դա արվում է համագործակցաբար եւ արդյունքում Ռուսաստանը մնում է առանց որևէ նույնիսկ տեսական շանսի։ Իսկ դրա համար պետք է իրերը կոչել իրենց անուններով եւ անել ոչ թե գոլ հայտարարություններ եւ դիետիկ քայլեր, այլ ամեն ինչն ավելի թեժացնել եւ լինել ավելի կտրուկ, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ այդ համոզելու, չգիտեմ, կոնստրուկտիվ երևալու այդ ձգտումները Ռուսաստանում, այսպես ասենք, Մոսկվան արդյունքներին չի հավատում եւ չի էլ հավատալու։ Բավական է այսպես դիտարկման ենթարկել Ալեն Սիմոնյանի ի սկզբանե անիմաստ այցը Մոսկվա եւ զրոյական արդյունքը, որը այդ այցը օրինաչափորեն արձանագրեց։ Ես սառիթ ունեցել եմ այդ հարցը տալու, մի հատ ձեր եթերով եւս մեկ անգամ հնչեցնեմ։ Դուք փորձել եք Կոկորդիլոսին բերել ձեր ննջարան եւ նրան փորձել համոզել, որ դուք նրա բարեկամն եք, այլ ոչ թե կերը։ Մի հատ փորձեք եւ ինձ հետո կասեք, ստացվում է թե ոչ։ Կոկորդիլոսը կպատմի։ Ահա, կամ էլ Կոկորդիլոսը կպատմի։ Հիմա մեր վիճակը մոտավորապես այդ Կոկորդիլոս համոզողների դերում ենք մենք մեզ դրել, ինչի համար ճիշտ ասած ես չունեմ դրա բացատրությունը, բայց ես ունեմ հակառակի բացատրությունը, թե ինչու է պետք այդ Կոկորդիլոսին տանել եւ իր ջունգլիներում վերադարձնել ճահիճներին, թող իր համար ինքը այնտեղ ապրի, մենք էլ մեր համար ստեղ ի վերջո։ Մենք մեզ պետք է չխաբենք եւ Ռուսաստանին ուղերձը պետք է լինի մեկը։ Գիտեք ինչ, հարգելի ռուսներ, որպեսզի մենք ապրենք, շնչենք, արտաշնչենք, դուք պետք է գնաք։ Որովհետեւ եթե դուք չեք գնում, մենք ոչ կշնչենք, ոչ էլ կարտաշնչենք։ Եվ եթե մի քիչ էլ մեզ փրկեք, էլ Կովկասում հայ չի մնա։ Հեյքա, էլ չենք ուզում դուք մեզ փրկեք, այո, կորեք գնացեք։ Թողեք ապրենք։ Եթե չեք թողում, ապա մենք ձեզ կստիպենք, որ դուք կորեք գնաք, որպեսզի մենք ապրենք։ Ահա այսպես։ Եվ այդ խզումն էլ ուզում եմ նշել։ Տեսեք, երբ Փաշինյանն ասում է մենք չենք գնա կռիվ անենք ռուսների հետ, բայց մենք նաև Հայաստանի շահերը չենք թույլ տա, որ տակով անեք, չէ։ Բայց հենց խազումն էլ հենց այնտեղ է, որ մենք այսօր Ռուսաստանի հետ պետք է ֆիքսենք, որ չունենք ընդհանրություն ոչ շահերում, ոչ նպատակներում, ոչ արժեքներում։ Այն ինչ մենք անում ենք, դա ապրիորի հակասում է ռուսական շահերին, ռուսական նպատակներին, ռուսական արժեքներին, ռուսական պատկերացումներին այդ ամենի մասին։ Սա է խնդիրը։ Տեսեք, դուք ասում եք մենք չունենք ընդհանուր շահեր, ընդհանուր արժեքներ եւ այլն, ինչը իհարկե նորմալ է, էլի պետք չի սրանից ցնցումների մեջ ընկնել։ Պարտադիր չի Հայաստանը բոլոր երկրների հետ ուղղությունով շահերի համընկնում ունենա։ Օրինակ իշխանության ներկայացուցիչներ կան, որոնք Ռուսաստանի մասին խոսելիս ասում են Հայաստանի երբեմնի կամ Հայաստանի նախկին դաշնակիցը։ Հիմա եթե Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցը չէ, ինչ գործ ունի Հայաստանում ռուսական ռազմաբազա։ Ձեր հարցը այդ հարցի առաջի մասի ֆոնին արդեն դառնում է հռետորական, որովհետև ակնհայտ է պատասխանը, այո, ոչ մի գործ չունի։ Ինչ գործ ունի մեր սահմաններին ռուս սահմանապահները, նույնը։ ՌԺԴ-ն ինչ գործ ունի ընդհանրապես Հայաստանում, երբ էշով ավելի արագ ես հասնում Գյումրի, քան իրենց գնացքով։
եւ այլն։ Այս Տարածաշրջան հարցերը կներեք, ես կնիք չունեմ, որպեսզի իրավաբանական որոշումներ ընդունեմ եւ այդ կնիքով կնքեմ։ Ես մանդատ չունեմ դրա համար եւ այո, ես եւ մեր կուսակցությունը հայցելու ենք այդ մանդատը հայ ժողովրդից, որպեսզի ձեռք բերենք այդ կնիքը մեր մասով եւ հասնենք նրան, որպեսզի այդ որոշումները դառնան իրականություն։ Եվ մենք ձեր բարձրացած այս պահի դրությամբ արդեն հռետորական դարձած հարցերին տանք գործնական պատասխան, պարոն Մուսկան։ Սա է տարբերակ։ Ես այլ տարբերակ չգիտեմ եւ չունեմ։ Մեծ լսողների համար նաև որպես տեղեկություն հայտնեմ, որ տարածաշրջանում, այսինքն նաև հարևան Հայաստանի երկրներում, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Իրան եւ Հայաստանը ամենահետամնաց երկաթուղին Հայաստանինն է։ Այո, սա էլ պատասխանն է, թե ինչ է նշանակում ռուսական երկաթուղ։ Եվ մենք ընդհանուր կարող ենք հիշել 2019 թվականներին, դար քրեական գործեր հարուցվեցին Հարավկովկասյան երկաթուղում միլիոնավոր դոլարների չարաշահումների մասին, եւ դրանք այն ծավալի գումարներն են, որոնք պարտավորություն էր վերցրել ռուսական երկաթուղի ներդրում անել, որը չի արվել, բայց 2020-ից հետո ենթադրել կարող ենք, որ պատերազմում պարտվելուց հետո ռուսական կողմի ճնշման արդյունքում հայկական կողմը ջրեց այդ գործերը։ Ես նկատի ունեմ նաև կան շատ իրավական հիմքեր այս փտած Հայաստանի հետամնացությանը նպաստող ենթակառուցվածքների կառավարումը ռուսներից վերցնելու, այլ ոչ թե երկար բարակ ինչ-որ ակնարկներով միմյանց ինչ-որ բաներ հասկացնելու համար։ Հա կա մաքուր իրավաբանական process, որը կարելի է շարունակել եւ արդյունքում ասել շնորհակալություն, հաջողություն։ Հայաստանի Հանրապետության ուղակի քաղաքական հայեցողությունն էլ բավարար է այդ կոնցեսիոն կառավարումը միակողմանիորեն դադարեցնելու համար։ Վերջ։ Մնացածը այն թե ով ում ինչքան է պարտք եւ այլ գույքային հարցեր կարելի է արդեն լուծել իրավական ճանապարհով։ Այդպես ինչպես հիմա արվում է հեծում։ Եվ արվելու է հեծում։ Եվ հետո պարզ է դառնալու ով ում է պարտք եւ ինչքան։ Մենք հասկանում ենք, որ ռուսական բիզնես դա հոմանիշն է գողության, լացիրակության եւ այլ հորրի, այսպես հատկանիշների, որը բնորոշ է մարդկային ցեղին եւ որը մեր երկրի համար պետք է լինի ուղղակի անհանդուրժելի եւ անընդունելի եւ մերժելի ըստ այդ։ Տեղի ունեցավ նաև ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը Ուժեղ Հայաստան, ընտրեց նախագահ խորհուրդ, Սամվել Կարապետյանը ընտրվել է կուսակցության միանձնյա նախագահ։ Ինչպես կարող է Սամվել Կարապետյանը կամ նրա ուժը Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխել հունիսին եւ ինչպես է վերաբերվում այն հայտարարություններին, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ Հայաստանի։ Այն հայտարարություններին, որ նա է բայց լինելու Հայաստանի գաղափարական կառավարիչը, այսինքն ինչ որ ստվերային մի բան է լինելու, որ այս մարդն է որոշումներ կայացնելու, ֆիկտիվ ինչ որ վարչապետ են ունենալու, որը իմպլեմենտացնելու է այս մարդու ոչ իրավական կարգավիճակ ունեցող որոշումները։ Սամվել Կարապետյանը իր կարգավիճակից ելնելով մի անձ է, որը իրավունք ունի Հայաստանում որևէ պաշտոն զբաղեցնելու, պետական պաշտոն։ Համառորեն, այսպես մտնելով քաղաքական դաշտ, նա պետության ուղղակի այլ ելք չի թողնում։ Եվ դա իմ համոզմունքն է, քան այդ կուսակցությունը ուղղակի ընտրությունների չթողնել։ Համարելով դա արդեն օրենքից դուրս, իրավունքից դուրս մի ինչ-որ կազմավորում ու դեռ նաև մեծ հարց է թե շտաբերի աննորմալ առատությունը Երևանով մեկ, որ սենց կողքի վրա դրած բացում են, կարծեք թե շատ լինի, քիչ չլինի տարբերակով, ի վերջո այդ քաղաքական փողի հաշվետվությունը պատալու։ Ի վերջո օրենք գոյություն ունի, թե դու ինչ կարող ես եւ ինչքան կարող ես անել։ Դա մեկ։ Երկրորդը, ինչը վերաբերվում է գաղափարական առաջնորդ, մենք այդ տիպի կառավարումների մոդելներ պատմության մեջ տեսել ենք։ Դա սովետի գեներալնի սեկրետարն էր կոմկուսի։ Դա Հյուսիսային Կորեայի Վելիկի Վոժձնը։
Դա մեր հարևան Իրանում գաղափար բանը հոգևոր առաջնորդն է, որը ոչ ընտրվում է, ոչ բանա։ Ու ցմահը։ Դու գնա այնտեղ պրեզիդենտ ընտրի, չգիտեմ, ինչ ուզում, պարլամենտ ընտրի, ինչ ուզում ես արա, բայց այդ բոլորը ենթարկվում են մի մարդու, որին ոչ ոք չի ընդունում։ Եվ որին որևէ մեկը որևէ բան չի կարող ասի, բացի ենթարկվելուց։ Դե մեկ էլ Սինյոր Ռոբինզոն ֆիլմի միջի այն Մագդուին հիշում եք, մեկ էլ դա էր, այն որ ոչ մեկ չէին տեսել, բայց բոլորը վախենում էին։ Ու հենց անունը տալիս են մի հատ ինչ-որ կայծակ ու ամպրոպ էր տեղում։ Եկաներեք, սա ոտնձգություն է Հայաստանի սահմանադրական կարգին, որովհետև Հայաստանում սահմանադրական կարգը ժողովրդավարությունն է, հաշվետու ժողովրդավարությունը, թափանցիկ կառավարումը եւ այդ ամենը ոտնձգություն է հենց այդ հիմունքների վրա։ Հետևաբար պետությունն այստեղ անելիք եւ ասելիք։ Վարչապետը ասում էր, որ տարբեր փողեր են մտնում Հայաստան եկեղեցու անվան ներքո, որոնք օգտագործվում են քաղաքական նպատակներով, հա։ Շատ հետաքրքիր է, օրինակ, որտեղ է ԱԱԾ-ը։ Բռնեք, ես եմ ասում, ես կարող եմ ասել, պարոն վարչապետը իմ եւ քո գործը անում էլ մենք ես ու դու կարող ենք ասել, բայց մեր ասածից հետևություններ անելը եւ այդ որպես հետևություն գործնական հետևություն գործողություններ անելն արդեն պարոն վարչապետինն է եւ իր ենթակա իրավապահ մարմիններին է։ Բա որ փողա մտե գնացեք բռնեք։ Ես ինչ անեմ հիմա այդ արձանագրման հետ, որ փողա մտնում։ Մտնում է տվեք գլխաներին։ Այդ փողմացանորի համապատասխան տեղերը մտցրեք վերած փողը։ Բայց չկան։ Օրենքը թույլ չի տալիս մեծամասնություն եք փոխեք օրենքը եւ համապատասխան գործողություններ նավեք։ Հա շատ ուրախ եմ։ Մտնում է ուրիշ։ Եվ մի հարց էլ էլի, պարոն Մերապյան, Հա, որի մասին ես անընդհատ բարբերաբար մտածում եմ, բայց այդպես շատ հստակ պատասխան այդպես էլ չեմ գտնում։ Տեսեք, ինչպես է ստացվում, որ օրինակ, եթե բացում ենք մարտի 1-ի գործը կամ Հայաստանի Սահմանադրական կարգի տապալման այդ գործը քրեական, մենք տեսնում ենք այնտեղ ներկայիս քաղաքական ուժերի ղեկավարների, ովքեր հավակնում են Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով իշխանություն վերցնեն, թե հետո ինչ կլինի Հայաստանի հետ, կարող ենք պատկերացնել։ Այսինքն ժամանակին Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալած, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարած, ժողովրդավարությունը ուղղնուծուծով ոչնչացրած ուժերը այսօր հնարավորություն ունեն մասնակցելու ժողովրդավարական ընտրությունների, մի բան էլ ունենալով օրինակ Ռուսաստանի աջակցությունը, ֆրցնելով անսահմանափակ գումար, ու մեկ էլ տեսար հաջողեցին։ պարոն Օսկանյան, ես հարց ավելի ուղղակի տամ էլի, սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձակել է դատավճիռ։ Ես ուզում եմ հարց տամ, դրա հետ կապված նաև պարլամենտական լսումներ եղան։ Հարց եմ ուզում տալ։ Մեր հարազատ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ի կատարումն այդ դատավճիռի ինչ ա արել։ Ինչ ա արել։ Մտցեք հասարակություն։ Որովհետև դրանից պետք է հետևի այն, որ Հայաստանում իշխանությունը զավթվել է կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ վերածվել հանցագործությունների գործիքի։ Եվ այդ հանցագործությունները եղել են սերիական, որից մեկն էլ եղել է մարտի 1-ը։ Դա արվել է կոռուպցիոն ռենտան պահպանելու համար։ Իսկ դա նշանակում է, որ այդ գործողության քաղաքական ֆասադ հանդիսացող 4 քաղաքական ուժերը, որոնք են Հանրապետական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը եւ Օրինաց երկիրը, որպես կուսակցություններ պետք է լուծարվեն։ Նրանց առանցքային դեմքերը պետք է ցմահ զրկվեն Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, օրենքով։
Էլ չեն խոսում համանման գաղափարները, ի վերջո նաև վարչապետն առաջին անգամ սկսեց ուղղակի բարձրաձայնել այդ խնդրը, որ Հայաստանում այո պետք է համապատասխան կարողություններ լինեն արձագանքելու էքստրեմիզմի դրսևորումներին, քաղաքական էքստրեմիզմի մասին է խոսքը։ Գերմանիայում այդ ուղղությամբ գործում է հենց հատուկ ծառայություն սահմանադրական կարգի պահպանության առանձին հատուկ ծառայությունը։ Մենք սրա հետ կապված մենք շատ լուրջ վերաբերմունք պետք է դրսևորենք եւ արդյունքում մենք չենք ունենա այս այլանդակ պատկերը։ Մենք չենք կարողանում Հայաստանում հանդուրժողականորեն վերաբերվել մի կազմակերպության, որի ֆիլիալները կամ գաղափարակիցները Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում տորպեդահարում են Հայաստանի Հանրապետության շահերը։ Ոսկե դաշնակցության մասին։ Չի կարող Հայաստանում գործել այդպիսի քաղաքական ուժ եւ համարվել քաղաքական ուժ։ Սրա մասին է խոսքը։ Թե մենք տեսնում ենք, թե դաշնակցությունը ինչ կարծիք ունի ինքն իր մասին։ Դե, հա։ Հակոբ Մովսեսին էլ, որ իրերը կոչել է իր անուններով, ասենք, ինչ-որ դժգոհություն են արտահայտում Հակոբ Մովսեսի հասցեին։ Մինչդեռ Հակոբ Մովսեսը ինչ ասել է, ես ստորագրում եմ իր բոլոր ասածների տակ։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Համեցեք։ Զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։